Amazon-ի սկիզբը, ինչպես Ջեֆ Բեզոսը սկսեց ամենամեծ մարքեթփլեյսը։ Այսօր Amazon-ը աշխարհի ամենամեծ մարքեթփլեյսն է, բայց քչերը գիտեն, որ այն սկսվել է ընդամենը մի քանի մարդկանցից բաղկացած թիմով։ Բեզոսի տան ավտոտնակից։ 1994 թվականին Ջեֆ Բեզոսը թողեց իր բարձր վարձատրվող աշխատանքը Wall Street-ում, քանի որ հավատում էր ինտերնետը ապագան է։ Նա ուսումնասիրեց, որ ապրանքն ավելի հեշտ է վաճառել առցանց եւ եկավ եզրակացության, որ գրքերն ունեն հսկայական պահանջարկ։ Նա ավտոտնակում ստեղծեց Amazon-ը, որտեղ առաջարկում էր գրքերի մեծ տեսականի, ավելի լավ գնով, քան գրախանութները։ Սկզբում նա ամեն ինչ անում էր ինքը։ Ինքն էր պատասխանում հաճախորդներին, ինքն էր փաթեթավորում գրքերը, ինքն էր համակարգում պատվերների առաքումը։ Արդյունքում առաջին ամիսներին Amazon-ը արդեն վաճառքներ ուներ ԱՄՆ-ի 50 նահանգներից եւ 45 երկրից։ Այսօր Amazon-ը վաճառքների ծավալով գերազանցում է $500 միլիարդ։ Ինչ դաս պետք է քաղել։ Բեզոսը չէր սպասում կատարյալ պայմանների, այլ սկսեց փոքր քայլերով եւ կառուցեց աշխարհի ամենամեծ մարքեթփլեյսը։ Հիմա հարցը քեզ. եթե Ջեֆ Բեզոսը սկսեց առանց մեծ ներդրումների, ինչ ես դու պատրաստ անել քո բիզնեսի համար։